Հայաստանի կառավարության 2026-31 թվականի գործունեության ծրագիրը ունի մի շարք թիրախներ, տարեկան 6% տնտեսական աճ, 125,000 նոր աշխատատեղեր եւ մի շարք այլ թիրախներ, որոնց վերաբերյալ կարծիքները տարբեր են դրանց իրատեսականության վերաբերյալ։ Թե որքան են դրանք իրատեսական, ես կզրուցեմ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունել համար։ Սիրով։ Պարոն Արամյան, տեսեք, կառավարությունը թիրախավորում է 6% տնտեսական աճ, թեպետ անցած 5 տարիների մոտավորապես միջինում տարբեր գործոններով, հատկապես արտաքին գործոններով պայմանավորված Հայաստանն ունեցել է 7.5-7.9% տնտեսական աճ, միջինացված 7.9% տնտեսական աճ։ Ինչ է փոխվել, որ հիմի ներկայիս ակնկալիքները կառավարության, թեպետ խոսվում է էլի արտաքին գործոնների մասին, թրիփի մասին, միլիարդավոր ներդրումների մասին հնարավոր, բայց տնտեսական աճի ակնկալիքները չափավոր են ավելի 6%, ինչու։ Ես չի ասի, որ չափավոր են, որովհետև նախորդի համեմատ 7-ից 9% էր նախորդ Այո, բայց նախորդը ես նախորդի մասին կարծիքներ եմ հայտնել ժամանակին, թե դուք օրինակ հետ գնաք եւ այդ հանրության դաշտում իմ ներկայացած թեզերը նայեք արշալույժան, ես այն ժամանակ ասում եմ, որ դա բավականին խիստ հավակնոտ է։ Իհարկե իրանք ասում են 7%, բայց արտաքին աշխարհի դրական միտումների պայմաններում կլինի 9% եւ դա ունեցանք մենք տեղյակ որ 22 թվականից այս կողմ մենք ռուս-ուկրաինական հակամարտության արտածին էֆեկտները դեպի մեծ դրական իմաստով մենք խաղալ ենք այդ դրական պատուղները։ Այստեղ տեսեք, որպեսզի մենք ասենք 6%-ը իրատեսականաթեժ է, մենք պետք է նայենք տնտեսական պոտենցիալին եւ ներկայիս տնտեսական կառուցվածքին։ Այն ներուժը, պատկերացրեք, դա ծանրաձող է, որը որ մենք պետք է բարձրացնենք եւ այդ ծանրաձողի համար մեզ պետք է մկաններ, այդ մկանները մեր արտադրողականությունն է եւ արտադրական կապիտալը։ Գիտեք, ինձ միշտ անհանգստացնում է եւ նաեւ ձեզ այս զրույցներում ես միշտ դրոշակ եմ բարձրացնում տնտեսական աճի կառուցվածքի խոցելիության մասով։ Հիմա էլ եթե նայենք, օրինակ տնտեսական ակտիվության ցուցանիշը մենք արդեն ունենք հունվար-հուլիսի ցուցանիշը, որը որ 7.7% եթե հիշողությունս չի դավաճանում, մի հատ նայեք կառուցվածքին կշարունակում է ոչ արտանելի հատվածը լիդեր հանդիսանալ։ Այո, առևտուր, շինարարությունը 25%-անոց աճ է։ Գիտեք, մեկ անգամ ես մեր գործընկերներից մեկի հետ այսպես տետատետը բանավեճի ժամանակ կառավարության ներկայացուցիչը ոչ թե բանավեճ էլ քննարկման ժամանակ ասեց, գիտեք, այն ներդրումները, որը գնում են բնականային շինարարություն եւս արտադրողականը, ես այդ թեզի հետ համաձայն չեմ։ Դա երկարաժամկետ սպառման ապրանք է։ Ի նկատի ունեմ մեր բնականային շինությունը, որ ինչու, որովհետեւ եթե արշալույժան դա լիներ ներդրումային ապրանք, այսինքն ինչ է նշանակում ներդրումային կապիտալ կամ ներդրումային Դուբայի, Բաթումի նման։ Այո, մենք պետք է լինեինք, ասենք, туриզմի գերազանցության կենտրոն եւ туриզմի դրական սալդոն մեզ մոտ առնվազն հնայի 10%-ից ավել պետք է լինի, որպեսզի դա ունենար էական էֆեկտ։ Մեզ մոտ իրականում դեպի դուրս եւ դեպի ներս գնացած туриզմի սալդոն հնայի մեջ 2%-ը չի գերազանցում։ Հասկանում եք, եւ այդ պայմաններում ակնհայտ է, որ բնականային շինարարությունը դա ոչ այլ ինչ է, քան երկարաժամկետ սպառում եւ ոչ թե դա ներդրում է։ Սա առաջի թեզը։ Երկրորդը ներողություն բնականային շինարարության հետ կապված վերջին շրջանում հատկապես բրոկերները նաեւ այս տաղավարում ասում են հետեւյալի մասին, որ ելի Ռուսաստանի նաեւ գործոնով պայմանավորված եւ ոչ միայն Ռուսաստանի, դեպ մերձավոր արևելքում ստացված իրավիճակով պայմանավորված այդ շարժը, որպես ներդրումային, այսպես գույք, սկսել է ակտիվանալ Հայաստանում բնակարանային շինության ոլորտում ներդրումներ, այսինքն եւ Ռուսաստանից են գալիս փողեր բնակարան ձեռք բերելու, ոչ թե վարձակալելու առումով, եւ այն փողերը, որ պետք է գնային Դուբայ, օրինակ, չեն գնում եւ դրա մի մասը էլի գալիս է Հայաստան։ Տեսեք, Արշալեջան, որպեսզի մենք ճիշտ հասկանանք։ Աշխարհում բոլորն էլ, նույնիսկ նաեւ Հայաստանում էլ ես գիտեմ շատ մարդիկ, ի նկատի ունեմ ներկայիս ստեղծված իրավիճակային պայմանով, այդ թվում նաեւ անտանկային ռիսկերով, հա, մարդիկ կան, որոնք որ գործող կառավարությանը թեզին չեն հավատում։ Այդ թվում նաեւ ես որոշակիորեն վերապահումներ ունեմ, որովհետեւ ես միշտ դատում եմ գործողություններով եւ ոչ թե փաստերով եմ դատում եւ ոչ թե խոստումներով։ Խոստումները մշտապես խոցելի են, եթե դա չեն կատարվում։ Այդ պարագայում շատ մարդիկ նաև դիվերսիֆիկացնում են, ասենք, իրենց ակտիվները, ասենք, ձեռք են բերում անշարժ գույք ոչ թե Հայաստանում, այլ ուր։ Նույն վարկեգիծը նաև Մերձավոր Արևելքի եւ ամբողջ աշխարհի ներդրողներն են, որոնք օրինակ Դուբային տեսնում են որպես դիվերսիֆիկացիա անշարժ գույքի տեսանկյունից, հա, դիվերսիֆիկացիայի աղբյուր, բայց հիմա Դուբայում կան էական ռիսկեր, անվտանգային ռիսկեր, հա։ Այդ պարագայում որոշակիորեն նրանք մոտ աշխարհագրական բանով նայում են այս տարածաշրջանը։ Ակնհայտ է մեկ նրբություն էլ կա։
անշարժ գույք ձեռք բերելու տեսանկյունից արշալույժան միշտ սովորաբար ֆիզիկական անձը դիտում է ավելի մոտ տարածքը, ասենք չի գնում ենթադրենք Լատինական Ամերիկայում ձեռք բերի Ռուսաստանի քաղաքացին, որովհետև թռիչքը առնվազն 14-15 ժամ է, դա բավականին երկար ճանապարհ է, համեմատային բանի, երբ որ դեպի Երևան Հայաստանի 2.5-3 ժամ է թռիչքը։ Նույնը նաև ասենք Մերձավոր Արևելքի, հա, ժողովուրդը, դրա համար այդ տեսանկյունից նրանք դիտում են որպես այլընտրանքային ներդրման տեղ, բայց այդ ներդրումը իմ ասածը նա է, դա պետք է մասնակցի քոհանայի ստեղծմանը։ Երբ որ նրանք բնական են ձեռք բերում արշալույժան, այո, այդ պահին դու ունենում ես տնտեսական աճ։ Դրա համար մենք ունենք կապիտալ շինարարության 25%-անոց թվարկման ծավալների աճ։ Բայց այդ գույքը իմ ասելը նա է, որ ասենք այդ գույքը հետագայում մեր հնայի ստեղծմանը, որպեսզի մասնակցենք, մենք պետք է լինենք տուրիզմի գերազանցության կենտրոն։ Այսինքն մեր վարձակալության, որպեսզի դա աշխատի ոչ ռեզիդենտների տեսանկյունից, որտեղ դու ներքին շուկայի տեսանկյունից հագեցած ես ամեն դեպքում, եթե ներքին քո սպառողն է դա վերցում, դա ուղղակի այսպես ասած երկարաժամկետ սպառման բան է, եթե արտագնա, այսինքն արտաքին աշխարհից եկող ֆիզիկական անձինք են դա օգտագործում, դա ծառայության արտահանում կարելի համարել։ Դա ծառայության արտահանում է լինում եւ այդ պարագայում դա նաեւ նպաստում է քոհոնային։ Բայց այստեղ փոփոխություն չեք տեսնում, որ այսինքն туриզմի զարգացման ֆոնին, որ մենք ունենում ենք չեմ 10%, 15% աճեր, դա էլ կարող է սկսել աշխատել, այսինքն կամ դա էլ է արդեն աշխատում։ Այդ հնայի անշարժ գույքը սկսում է մասնակցել վարձակալության տեսքով հնայի արշալույժան կա այդպիսի թեզ, ես դա չեմ վիճում, բայց այդտեղ կա երկու մաս եւ դժվար է շարժառիթները տարանջատել, հա, արդյոք այդ շարժառիթը նրանից է, որովհետեւ մենք ավելի մրցունակ туриզմի կենտրոն ենք, թե այդ շարժառիթը նրանով էր, այս նկատի ունեմ արտաքին աշխարհից եկող մեզ մոտ տուրիստի։ Նաև որ ասենք իր համար այլ туриզմի կենտրոնները դարձել են վտանգավոր կամ փակվել են։ Հա, օրինակ եմ ռուսների համար բավականին դժվարացել է դեպի Եվրոպա, այդ թվում նաև Հունաստան եւ այլտեղ այցելությունները, դրա համար ուղղությունները ես վերջերս նաև Վրաստանում, ես ասեմ, Վրաստանում շատ անգամներով ավելի շատ են գնում ռուսները, անգամներով ավելի շատ։ Դա նրանից է, որովհետև ասենք այլ տուրիստական ուղղությունները նրանց համար դառել է ոչ մաչելի կամ ավելի խնդրահարույց։ Նույնը նաև գիտեք միջին արևելքի ժողովրդի համար, որովհետև այդ տարածաշրջանը դառել է արդեն խիստ ռիսկային։ Վերադառնալով տնտեսական աճին կառավարությունը միջինը 26-31 թվականների համար թիրախարում է 6%։ Իրատեսական է սա։ Նորից էլի վիճելի է այստեղ մասը, ես ուզում եմ մի հատ մենք հետ գնանք նախորդ տարիները, որովհետև այդ տնտեսական աճի առաջնորդող գործոնները մենք պետք է նայենք, հա, ինքը տեսեք, եթե մենք ժամանակավոր արտածային գործոններ ապրենք, ժամանակավոր, ինչպես գիտենք, չկա ավելի երկարատև բան կամ ժամանակավորը, գիտեք, ժամանակին ես 22 թվականից դա ժամանակավոր է։ Գիտեք, 2006 թվականին ես մեկ վերլուծություն էի կատարել եւ դա հրապարակել էի EDRC տնտեսական ամսագրում եւ գնահատել էի իրական փոխարժեքի ճեղքը, որպեսզի մեզ ունկնդրողները հասկանան, իրական փոխարժեքը դա որպես այդպեսին, ասենք, ունի ֆունդամենտալներ, իր ուղղությունը, իրական փոխարժեքը դա անվանական փոխարժեքն է գներով ճշգրտված, հա, եւ ինքը լավագույն leading ինդիկատորն է, որը ցույց է տալի քեզ մոտ ապագա ահագնացող ճգնաժամերը, եթե քեզ մոտ գնահատված իրական փոխարժեքը եւ փասացի իրական փոխարժեքը շատ են շեղվում իրարից, օրից մի օր դա պետք է ճշգրտվի այս ճեղքը, կամ քեզ մոտ պոտենցիալը պետք է հետ գա քո գործողությունների արդյունքով, կամ դու ունենում ես ճգնաժամ, ինչպես օրինակ Հունաստանում։ Այն ժամանակ գնահատել է, որ մեզ մոտ իրական փոխարժեքի արժևորման գերակշիռ մասը դա արտաքին ֆինանսական հոսքերն էր։ Մոտը բացատրում էր 100%-անոց բացատրող փոփոխականներից 73-74%-ը։ Մնացած 10%-ը 10-13%-ը դրամի փոխարժեքի մասին։ Դրամի փոխարժեքի մասին։ Այսինքն ավելի շատ դոլար է գալիս, եվրո է գալիս, եւ դա արժևորում է դրամ։ Քո իր տնտեսությունը աճում էր, քո ոչ արտանելի հատվածը աճում էր, մնացածը շուրջ 10-13%-ը ես մոտավորապես եմ թվերը հնչեցնում, դա բանն էր, առևտրի պայմանների փոփոխությունն էր, որովհետեւ կհիշեք այն ժամանակ պղնձի գները նորից էլի բարձրացան, մեզ մոտ դրական շոկ էր եւ արտադրողականությամբ ուղղված մեր իրական փոխարժեքի արժևորումը շատ չնչի մասներ տալի։ Հիմա տեսեք, եւ մեկ երկրորդ խնդիրը կար, երբ որ մենք գնահատում ենք մեր տնտեսական աճի պոտենցիալը այն ժամանակ
ֆակտոր անալիզով, թե կլներ Հեոդրիկ Պրեսկոտ, թե կլներ Կալմանի ֆիլտրի, մեզ ցույց էր տալի, թե մեր տնտեսական աճի պոտենցիալը 8-ից մինչև 10%-ի շրջանակներում է։ Դա 2006 թվականին, մինչև 2008 թվականի ֆինանսական։ Բայց տեսեք ինչ է, եւ 2003 գիշեր դա մեզ մոտ սկսվեց 2002 թվականից, այդ խոսքերը սկսեցին արագանալ մեզ 2001-ից նույնիսկ։ Եվ ուղղվեցին շինարարության ոլորտ, որը հնայում այն ժամանակ մենք ամեն տարի ասում ենք, լսեք, ես այն ժամանակ կենտրոնական բանկում բաժնի պետ էի, ասում ենք, որ այստեղ խնդիր կա։ Վեճ եղավ նույնիսկ իմ լավ բարեկամ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը այն ժամանակ ասեց, գիտեք, ձեր խոսքը ասեց ամեն անգամ դու ասում ես դրա մասին, բայց չկա ժամանակ ավելի երկարաժամկերուն, քան մեր տրանսֆերտներն են։ Անցավ մի քանի տարի, 2008 թվականին մենք չկարողացանք դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը արժանապատվության եւ ունեցանք այն ինչ ունեցանք։ Ես հիմա նորից եմ ասում, տեսեք, եթե քեզ մոտ տնտեսական տրանսֆորմացիաներ չլինի, իդեպ կառավարությունը գրել է իր ծրագրում, իմ միջալոց ծրագիրը, եթե մենք նայում ենք, ասենք մի քանի մեսեջներ այնտեղ, հա, տնտեսության տրանսֆորմացիա, ինովացիաներ, գիտելիքահենք տնտեսություն, կրթության ոլորտին մեծ շեշտադրումներ եւ այլ հրաշալի է, հնչեղ է, շատ գեղեցիկ է, հա։ Բայց մենք պետք է նաեւ փաստերը նայենք, օրինակ կրթության ոլորտը, ես ընդունում եմ, օրինակ կրթությունը խիստ կարեւոր է, դա ֆունդամենտալ է արժանապատվության, դա երկարաժամկետ տնտեսական աճի ամենակարևոր հենասյուներից է, բայց ուղղակի նայեք այս տարվա, ասենք, դիմորդների ցուցանիշները 86% են ընդամենը համալրվե բուհերը, ընդ որում 50%-ն է 22,000 հանրակրթական կրթօջախներից դուրս եկածները, որ դիմել են բուհական կրթություն, այսինքն այստեղ մենք խնդիրներ ունենք։ Հիմա վերադառնալով տնտեսական աճին եւ ձեր ասացին, որևիցե մեկը չի կարող չփաստել, որ այս տնտեսական աճը հիմնականում ոչ արտանելի հատվածով է։ Եթե ոչ արտանելի հատվածով է ուղղված արժանապատվության, դա դասական գրականության մեջ գրված է, դա demand pull economic growth, այսինքն պահանջարկվող քաշվող տնտեսական աճի մոդել է։ Պահանջարկվող քաշվող առաջարկով մղվող տնտեսական աճի supply push economic մոդելը, երբ որ քեզ մոտ ոչ ներողություն, արտանելի հատվածն է գերակա։ Արդյունաբերություն, այնպիսի ծառայություններ, որոնք որ դու արտանում ես, այդպիսի ծառայությունները մեզ մոտ մենակ բարձր տեխնոլոգիաների ծառայությունները ունի խորություն եւ ներոսող գումարները չեն գնում միայն շինարարության ոլորտ, որ ավելի շինարարություն սպասարկում շատ չեն գնում են հիմնականում արտադրական այնպիսի մրցունակ ոլորտներ, որը որ գիտեք, դա քո տնտեսության դիմադրողականությունը բարձրացնում է, որովհետեւ ասենք դա ուղիղ ներդրումներով կամ կապիտալ շուկայում ներդրումներով։ Հիմա ներդրումների մասով, տեսեք, կառավարությունը նախկին ծրագրում ուներ թիրախներ։ Ներդրումները հնայի մեջ 25%, մենք դրանից հետ ենք ընկել։ Հա 24%-ից ցածր է մեր ներդրումները հնայի մեջ, բայց շատ ավելի կարևորը ուղղակի ներդրումները, որի մասին ես խոսում եմ։ Օտարերկրյա ուղղակի ներդրումները, օրինակ 2025 թվականում իրական տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումները զուտով ընդամենը 93 միլիարդ է եղել եւ դա հնայի 1%-ից ցածր է եղել, թիրախը եղել է 6%։ Նորմալ իրավիճակում ինչքան պետք է լինի։ Իրանք դրել էին 6 համադրելի երկրների Վրաստանում դա հասել է տարիների եղել մինչև 10-11% հասել է։ Հասկանում եք, մենք անընդհատ տարիների ընթացքում մենք 1.5 անցած 24 թվականը մեզ մոտ ունեցել ենք բացասական ներդրումներ, որովհետև 45 միլիարդի չափով մեր արտահոսք ենք ունեցել։ Լավ, պարոն Արամյան, շատ բաներ է գրված կառավարության ծրագրում, կապիտալ ներդրումների տեսքով եւ այլ, որոնց մի մասը գուցե շատ իրատեսական է եւ հնարավոր է իրականացնել 125,000 նոր աշխատատեղ։ Այսպես հերթով գնանք, հա, իրատեսականը թե ոչ։ Ամեն ինչ կախված է քո տնտեսական մոդելի, թե ինչպես կլինի, որովհետև գիտեք, նորից եմ ասում, քո տնտեսական կառուցվածքը եւ քո տնտեսական քաղաքականությունները ածանցվում են մնացած այլ ցուցանիշների։ Հիմա եթե օրինակ նայենք, եթե 6% տնտեսական աճը իրագործելի է, տեսականորեն մտածենք, որ այս մոդելը demand pull economic growth մոդելը շարունակվելու է։ Նորից էլի լինելու են բախումներ, այդ մարդիկ փողերը բերելու են Հայաստան եւ նշանակելու այդ պարագայում այո իրատեսական է 125,000-ը, որովհետեւ 21-ից 25 թվականներին մենք ունեցել ենք շուրջ 173,000 աշխատատեղերի ստեղծում։ Իհարկե այդտեղ կա նաև հարկային վարչարությունը, դա էլ չպետք է փոխանցենք, այստեղ օբյեկտիվ պետք է լինի։ Հարկային վարչարությունը, օրինակ, ես չէի քննադատի հարկային վարչարությունը, որ մեզ մոտ բավականին լուրջ ստվերային բան, այն փոքր բաները թողնենք մի կողմ, բայց հարկային վարչարության ակում հարկեր հնացուցանիշը անցած տարի
Պեկը կարողացավ հավաքագրել իր արժեվ դրված ծրագրային ցուցանիշները։ Այս տարի էլ առաջանցիկ տեմպերով է գնում։ Հնարավոր 24 այս տարի պետք է լինի, որովհետև տեսեք, մենք երբ որ գնահատում ենք 24.9% հարկեր հնա ցուցանիշը 2026 թվականի համար Արշալույս ջան, այն ժամանակ մենք ենթադրում ենք, որ 2025 թվականի տարին մենք կավարտենք 5.2% տնտեսական աճով, ավելի բարձր ավարտեցինք, դա նշանակում է, եթե Պեկը հավաքում է 2 տրիլիոն 970 միլիարդ, եթե հիշողությունս չի դավաճանում ծրագրային ցուցանիշը, նա մնում է նույն մակարդակի վրա հարկեր հնայով։ Ընդ որում, Պեկին անընդհատ, ես դա միշտ ասում եմ, սա տնտեսական քաղաքականության կարևորագույն մեխերից մեկն է, անընդհատ դու խնդիր դնես, որ դու գնա վարչարությամբ մեծացրու, որովհետև ստվերը դու ամբողջությամբ 100%-անոց չես կարող բացահայտել, ընդ որում գալիս է մի կետ, որը շրջման կետ է, որ քո հարկային վարչարության ծախքերը ավելի շատ են, քան հավաքած եկամուտները, եւ դա պետք չի անել։ Եվ ընդ որում, եթե դու դնում ես ոչ իրատեսական թիրախներ հարկայինի առջև, դա տնտեսական մարմին է, նա խնդիր չունի տնտեսական, նրա վարկագիծան փոխվում է։ Եվ դառնում է, այո, նա դառնում է ավելի շատ այսպես գիշատիչի վարկագիծ է ունենում, հարցակվում է տնտեսվարողների վրա, սա վտանգավոր բան է, դա պետք է միշտ մտներից մեջ պահենք։ Մենք մոտ ենք, բայց դրան դա պետք է վերլուծական գնահատականներ կատարենք։ Ես կարծում եմ ամեն դեպքում ուղղակի զգուշացնում եք, որ այո, ես կարծում եմ ամեն դեպքում 24% հարկեր հնա ցուցանիշը ներկայիս հարկային օրենսդրության պայմանում վատ ցուցանիշ չէ։ Այսինքն եթե մենք թիրախավորում ենք նոր ծրագրի մեջ, եթե կառնա 26% 2%-ային կետով պետք է ավելացնեն ներկայի բանով, եթե օրենսդրություն չի փոխվում, իսկ ես ենթադրում եմ, որ ներկայիս հարկաբյուջետային շրջանակները, այդ թվում այնտեղ կան նաև թիրախներ, հա, պարտքի հետ կապված, որ պետական պարտքը պետք է 50% ներոսում կառավարության պարտքը առանց կենտրոնական բանկի 50%-ից ցածր պետք է լինի տոկոսավճարները մենք պետք է 12%-ից նվազեցնենք։ Սա նշանակում է կոնսոլիդացիա հարկաբյուջետային։ Իսկ մենք գիտենք, որ նախընտրական ժամանակահատվածում կառավարությունը բավականին շատ ընթացիկ ծախսերի մասով խոստումներ շատ ընդլայնողական է եղել նաև։ Այո։ Իսկ դա նշանակում է, որ պետք է հաջորդ տարվա բյուջեն մենք ականատես լինենք ավելի կոնսոլիդացված բյուջե, ավելի ցածր պակասուրդ, իսկ դա նշանակում է կամ ծախսերի կրճատում, իսկ ծախսերի կրճատումը դա մի քիչ բարդ խնդիր է ընթացիկ։ Իսկ հարկերի բարձրացման մասով ես այդտեղ որոշակի բաներ տեսնում եմ։ Այսինքն կարող են գնալ հարկերի բարձրացման։ Ես կարծում եմ, որ անխուսափելի է լինելու միջնաժամկետում, եթե այս վարկագիծը շարունակվի, կամ պետք է կառավարությունը, ասենք, գնա ծախսերի կրճատման, օրինակ շշուկներ կան, գիտեք, 2026 թվականի, գիտեք, ապահովագրությունը, երբ որ առողջապահության ապահովագրությունը ներդրվեց 6000 դրամ էր, չէ՞։ 200-ից 500 հազար կառավարությունը իր գրպանից, այսպես ասած, փոխհատուցում։ Շուկներ կան, որ կառավարությունը դրանից հրաժարվելու է։ Այսինքն դա ամբողջությամբ ընկնելու է աշխատողի պարանոցին, այսինքն հետը հրաժարվելու է։ Այո, որովհետև գիտեք, տեսեք, հենց առողջապահության ոլորտում մի հատ ապահովագրությունը թվերը հնչեցնենք, հա, 6000 դրամը ամբողջությամբ դա շուրջ 26 միլիարդի փոխհատուցում է։ Եթե մոտավորապես մենք գնահատում ենք աշխատատեղերի ինչքան է, իմիջիայլոց ես նա ուսումնասիրում էի կառավարության զեկույցը 2025 թվականի կատարողական է իր ծրագրի, այնտեղից ենք անում 822,000 գրանցված աշխատողներ կան, իհարկե վիճակագրությունը այլ ցուցանիշներ հրապարակի, ես ամսեկանն էի վերցրել, այդպես մոտ 800,000 է։ Այսքան ամսեկաններից ես եկել եմ միջին տարեկանի շուրջ 800,000 է։ Եվ այդ ցուցանիշները ամեն դեպքում օգտագործելով գալիս ենք 200-ից 500,000 մոտավորապես ինչքան աշխատող կան, որովհետև հրապարակային չէ, դա դատողությունների մասով է անում, եւ մինչեւ 200,000 մոտավորապես մինչեւ 400,000 աշխատողներ, մինչեւ 200,000 աշխատավարձ են ստանում։ Մինչեւ 200,000-ը իմ գնահատմամբ մոտ 300,000-ի կարգի եմ ես վերցրել այդ հաշվարկները։ Հիմա տեսեք, Արշալույս ջան, 26 միլիարդ գալիս է 6000 դրամի փոխհատուցումները։ Մնացածները, օրինակ 500-ից 1 միլիոնը եւ 1 միլիոնից ավելը 27 թվականին իրավունք ունեն իրենց վճարած 3300 եւ 4000 դրամների չափով հետ վերցնեն այդ գումարները։ Եկամտային, այո, դա եւս բեռ է։ Գումարած դրան մենք ունենք սոցիալական խմբեր, հա, որոնք որ այդ ասենք օրինակի համար
թոշակառուների համար 500-5000 թոշակառու։ Մեծ ֆինանսական բեռը հաշվի առնելով, որ մինչև 31 թվականը ամբողջ բնակչությունը պետք է մտնի բանի տակ։ Հիմա տեսեք, կառավարությունը, որպեսզի այդ բեռը բան ինքը ունի երկընտրանքներ, կամ այն փոխհատուցումները, որ ինքը իր գրպանից տալիս է, դա չեղարկի կամ իջացնի, կամ հարկերը պետք է գնա բարձրացնի, որովհետև գիտեք, բյուջեն եւ 50 գումարած 50 100 է, երբեք չի կարող լինել 150 կամ 300։ Չէ, ենթադրում որ այսինքն իսկապես տնտեսությունը կարող է այնպես զարգանալ, որ բյուջետային եկամուտները այնքան աճեն, որ ինքը նման խնդիր չունենա։ Գիտեք, Արշալու ջան, ես միշտ ասում եմ, բերեք տարանջատենք տնտեսական զարգացումը եւ տնտեսական աճը, որովհետև տնտեսական աճը, եթե չի բերում քեզ մոտ օրինակի համար կրթության որակի, առողջապահության որակի, ասենք դա խնդիր է։ Եվ դրա հետ կապված այդ ցուցիչները գնահատվում են օրինակ ծրագրային բյուջետավորման արդյունքային ցուցանիշներով։ Եվ վերջին հարցը, պարոն Արամյան, տեսեք, բիզնես միջավայրի բարելավման բաժնում կառավարության ծրագրի ասում է հետևյալը. գործարարների ներդրողների համար պաշտպանված կանխատեսելի վստահելի ինստիտուցիոնալ միջավայր ապահովելու նպատակով բարեփոխումների հիմքում դրվելու է Համաշխարհային բանկի Business Ready գնահատման մեթոդաբանությունը։ Ինչ է սա նշանակում կարճ եւ երկրորդը, երբ որ խոսում ենք կանխատեսելիության, պաշտպանվածության, վստահության, ինստիտուցիոնալ զարգացման մասին բիզնես միջավայրի մասով, ներդրողների մասով, ու մյուս կողմից մենք տեսնում ենք հետի հետ կապված իրավիճակը, տեսնում ենք Ծառուկյանի շուրջ ընթացող գործողությունները, տեսնում ենք Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ կապվող բիզնեսների շուրջ ընթացող գործողությունները, սրանք մեկը մյուսին հակասում են թե ոչ, որովհետեւ կառավարությունն ասում է ապօրինի գույքն եմ հետ բերում, այստեղ որևէ խնդիր չկա։ Արշալու ջան, ես գիտեք շատ ուրախ եմ, որ դուք արդեն ձեր հարցի մեջ որոշակի նյուանսներ դրեցիք տնտեսական տեսանկյունից, որովհետև տնտեսվարողները բավականին զգայուն են Արշալու ջան, բոլոր նմանատիպ դրսևորումների մասով։ Հիմա տեսեք, Be Ready-ի մասով այնտեղ գրված է, որ 101 երկրների ցանկից 70%-ից ավել մենք առաջ պետք է ունենանք Be Ready-ին, որպեսզի մեզ ընկերողները հասկանան, համաշխարհային բանկի նոր համակարգ է, որով որ գնահատում է ընդհանուր տնտեսական միջավայրը, հա, եւ 3 հիմնական հենասյուն ունի։ Դա առաջինը ռեգուլատոր համակարգն է, այսինքն կարգավորման համակարգն է, երկրորդը հանրային ծառայությունները եւ երրորդը կիրարկման արդյունաբերությունը։ Օրինակ ես նայեցի 25 թվականի այդ զեկույցը, մեզ մոտ մենք 101 երկրների ցանկում առաջինով, այսինքն ռեգուլյացիոն համակարգով մենք 32-րդ տեղում ենք, բավականին առաջ ենք, այսինքն այն գրեթե մոտ ենք այդ 70%-ից ավել առաջադիր լինելու մասով։ Այսինքն կարգավորող դաշտը վատը չի։ Հանրային ծառայությունների մասով մի փոքր ավելի բան ենք հետ ենք, 29-րդ տեղն ենք, հա, ներողություն, առաջինով 29-րդ տեղն ենք, երկրորդով 32-րդ տեղ ենք հանրային ծառայությունների մասով, բայց երբ որ գալիս ենք կիրարկման տեսանկյունից, այդտեղ մենք բավականին հետ ենք, 42-րդ տեղն ենք։ Սա ինչի մասն է խոսում։ Հիմա գանք ձեր ասածի, տեսեք, այո, կառավարության ծրագրի մեջ նույնիսկ գրած է ներդրումների պաշտպանության հետ կապված բավականին լուրջ գործողություններ են դրում։ Այդ թվում դրված է նաև, որ երկկողմ համաձայնագրերի շրջանակը կընդլայնվի։ Բայց հիմա նայենք օրինակ հեծի մասով, հա, մենք ունենք Կիպրոսի հետ ներդրումների պաշտպանության մասին համաձայնագիր կնքված, եթե չեմ սխալվում, 96 թվականին, որտեղ 4-րդ հոդվածը ասում է դու հանկարծ չգնաս կիպրական ընկերության կողմից կատարվող ներդրումներին բռնագանձում, արգրավում եւ նմանատիպ բաներ անես, քանի դեռ եւ տալիս է 3 պայման։ Ասում է, քանի դեռ դա հանրային շահին չի հակասել, այսինքն դու պետք է ապացուցես, որ այդտեղ ոչ թե կառավարության հետ կապված ինչ-որ, այլ հանրային լուրջ վնասներ է առաջանում։ Երկրորդը, ասում է, դու անպայման պետք է ապացուցես, որ դա փոխհատուցում պետք է տաս, ընդ որում այդ փոխհատուցում պետք է տաս միջև բռնագրավում, արգրավում կամ դա կատարելը, հա։ Եվ այնտեղ կա նաև հոդված, որտեղ կառավարությունը գրել ստորագրել, ասել է, գիտեք ինչ, մենք պայմանավորվում ենք, որ եթե հանկարծ վեճ լինի քո տնտեսվարող սուբյեկտի եւ ինչ որ կողմի մեջ, մենք կգնանք Ստոկհոլման կամ այնտեղ կա Փարիզյան արբիտրաժը։ Ինչ կատարվեց իրականում, որևիցե դրույթ չպահպանվեց։ Հիմա ինչքան ուզում եք դուք այդպիսի բաներ դնեք, տնտեսվարողը նայելու է դրան։ Ծառուկյան գայքի մասով գիտեք զավեշտի ինչ բանի մեջ է։ Առհասարակ եմ ասում այս դեպքերին։ Սա վտանգավոր է նա բանի հետ կապված։ Գիտեք, որովհետև նույն Ծառուկյան գայքի մասով տեսեք, քրեական թող գնան նային, բայց երբ որ կառավարում է փոխում, ասենք եթե հարկերի հետ կապված խնդիր է, տուգան եք։ Հասկանում եք, եթե օրինակ քաղաքաշինական նորմերի հետ կապված բան է, տուգան եք, կամ գնացեք դատան, կարող մարդը այդպես չէ, կամ ապա մոնտաժ եք, ասենք ինչ է նշանակում, փակում եք ենթադրենք բանալիով, հետո գալիս է ասում է կառավարումը փոխվում է։
Տնտեսական տեսանկյունից սա ինչ է, սա շատ վատ ազդակ է։ Դրա համար Արշալույս ջան, այն տնտեսական ցուցանիշները, որ դրված են, ես ասում եմ, այդտեղ մտահոգություն ես ունեմ։ 6% տնտեսական աճը իրատեսական կլինի, եթե մենք պատկերացնենք տեսականորեն, որ անընդհատ նմանատիպ արտածին գործոններ ունենալու։ Այստեղ իմ գալիս է մյուս հարցը։ Եթե դա մտահոգիչ է ինվեստորների համար, եթե դա կարող է մտահոգիչ լինել ներդրողների եւ այլնի համար, հա, բայց ինչու մենք դրա հետ զուգահեռ տեսնում ենք օրինակ Firebird-ի նման ծրագիր Հայաստանում։ Firebird-ի ծրագիրը 4 միլիարդ դոլարի կարող է ասել նման։ Firebird-ի ծրագիրը հետևը քաղաքական բան է։ Եթե նույնիսկ դուք իրականում հարցնեք նույնիսկ արհեստական բանականության են, որոնք են այն խնդիրները, որի մասին ես նաև խոսել եմ, ասենք օրինակ Firebird-ը այն կառավարության ծրագրի մեջ է կա, հա, եթե չեմ սխալվում 100,000 GPU-ի մասը, որը իմիջիայլոց բոլոր նրանք ովքեր չեն հասկանում, այդ 100,000 GPU-ն դա բավականին հավակնոտ եւ բարձր ցուցանիշ է եւ այդպիսի ցուցանիշներով դատակենտրոններ ունեն առաջավոր երկրները, հա, Միացյալ Նահանգներ, Չինաստան, Հնդկաստան, Արաբական Էմիրություններ։ Հիմա տեսեք, այդտեղ մենք ունենք եւ էներգետիկ խնդիր, եւ ունենք կադրերի խնդիր, որովհետեւ մեզ պետք են այնտեղ ինժեներներ, մեզ պետք են ցանցային օպերատորներ, բայց շատ ավելի կարեւոր է, որ քաղաքական առումով մենք պետք է Միացյալ Նահանգների հետ միշտ լավ հարաբերությունների մեջ լինենք, այսինքն քեզ մոտ այլ տնտեսական խաղաքարտերի վերադասավորման մասով դու չես կարող ենթադրել, գիտես ինչ կա, ես հիմա իմ քո ճշնամին ասենք Իրանն է, կամ դու խնդիրներ ունես Իրանի հետ, ես պետք է լավացնեմ։ Այստեղ իրանական ներողություն, Միացյալ Նահանգների շահը միշտ թելադրող է, դրա համար նման չիպերը ոչ բոլոր երկրներին են տալիս։ Եվ այդտեղ իրականում Արշալույս ջան, դա տնտեսական էֆեկտ բերելու է, բայց դրա հետևը ես տեսնում եմ նաև, ասենք, բավականին լուրջ քաղաքական շահ։ Եվ ընդհանրապես, գիտեք, սա քննադատաբար չեմ ասում, սովորաբար խոշոր ներդրումները, նմանատիպ մեգա ներդրումները, հետևը միշտ լինում են քաղաքական պայմանավորվածություններ, հա, ասենք ակնհայտ է, չէ, որ ասենք եթե պետությունների մասնակցություն կա, պարզվոր կա նաև քաղաքական պայմանավորվածություն։ Բացի դրանից մասնավորները միշտ գնում են, ասենք, այն տնտեսական տարածքներ, որտեղ քաղաքական համադրելի իրավիճակ է, հա, ասենք օրինակ հնդկական ներդրողները երբեք Պակիստանում չեն գնա խոշորացավալ ներդրում անել։ Որքան էլ մեծ լինի շուկան։ Որքան էլ մեծ լինի շուկան։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Civil and Business տաղավարում ես զրուցեցի Վարդան Արամյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։